Դե ինչ հայաստանցիներ հերթական ոտնձգությունը արեց Փաշինյանը այս անգամ Կաթրիկոսի նստատեղի վրա եւ նստավայրի վրա, տեսեք ինչ անում է, ջոկատները հավաքում, որ գրոհի։ Ուրեմն ինչ է, այսինքն եկեղեցին առաքելական կոչված է, դա պետական հիմնարկություն չէ, եւ եթե լուծեցեք եկեղեցու վրա սա ոտնձգություն է կատարում, ապա պատկերացնում եք ինչեր է նա կատարում այն պետական հաստատություններում, որոնք իբր անկախ են, որոնք իբր պետք է ապահովեին ժողովրդավարություն։ Հերթական պղծարար Նիկոլի ոտնձգությունը, իսկ ոտնձգությունը դուք պետք է հասկանաք, որ դա սատանություն է, զի առաջի ոտնձգողը Լուցիֆեր կոչված սատանեն ոտնձգել է հենց Աստծո վրա։ Դե հիմա ես էլ դիմում եմ այդ Կաթրիկոս կոչվածին։ Եթե դու Աստծո ծառա ես, եթե դու ծառայում ես Քրիստոսի, ապա հավաքվեք ձեր եկեղեցականներով, դիմեք Աստծուն, կոչ արեք նաև ժողովրդին դուրս գալ, որպեսզի ազատեք երկիրը այս պղծարար ողորմելի տականք Նիկոլից։ Եվ եթե դու չկարողանաս այդքանը չանես եւ չազատեք Հայաստան կոչված հանրապետությունը պղծարար Նիկոլից, ուրեմն դու էլ Աստծո ոչ ծառա ես, ոչ էլ Քրիստոսի։